Վահե Ֆիաջյանի գլխավորությամբ մենք ամբողջովին ձեր կողքին ենք, առաջին օրվանից սկսված։ Եկել է ժամանակը, որ մենք պետք է հասկանանք, առանց միասնության, առանց համախմբման, այլևս հնարավոր չէ այս երկրում ոչ մի բան փոխել։ Վարչապետը հայտնում է, որ պատրաստ է բանակցելու եւ հրավիրում է բանակցության։ Թող ինքը գա այստեղ։ Թող ինքը գա ու տեսնի ինչքան մարդ կա այստեղ։ Թող աչքները բացեն ու հասկանան, որ այլևս անհնար է։ Ժողովուրդը միասնական է եւ այդ ժողովրդին հաղթել չի լինելու։ Ես երեկ եմ վերադարձել սահմանապահ գյուղերից։ Ամբողջ սահմանի երկայնքով ժողովուրդը սպասում է ձեզ, այսինքն մեզ։ Մարդիկ խնդրում են, որ Երևանը ոտքի կանգնի։ Մարդիկ խնդրում են, որ տներից դուրս գա ժողովուրդը։ Ինչքան կարելի է դիտել դիտորդի կարգավիճակով։ Վեր կացեք ձեր տներից։ Եկեք միացեք դեմ եմ շարժմանը։ Համոզված ենք, որ միայն պարտադիրը չի, որին դեմ է մեր ժողովուրդը։ Եվ եկել է ժամանակը, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Թող իմանային իրանց ինտերնետների մոտ նստած պաշտոնյաները, ովքեր կաբինետներից դուրս չեն գալիս։ Ու թող տեսնեն ինչքան միասնական է Երևանը եւ հայ ժողովուրդը այսօր այստեղ։ Ես չեմ ուզում անդրադառնալ քաղաքական հարցերին, չեմ ուզում այստեղ հնչեցնել քաղաքական այլ հայտարարություններ, ամեն ինչին իր ժամանակը, բայց որ պարտադիր է պետք է իր ոտը քաշի եւ հեռանա մեր երկրից, դա պարտադիր է։ Ես որպես զինվոր ձեր կողքին կանգնած եմ եւ գալու եմ ամենուր, պայքարելու եմ որպես քաղաքացի, որ այդ ռեկետը վերջապես տապալվի։ Նորից եւ նորից կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա տանն են, ովքեր գյուղերում են, ովքեր նայում են այս ամենին։ Ընդամենը պետք է մեկ օրում, մեկ ժամով հավաքվել մեկ տեղում եւ վերջը կգա այս ամեն ինչին։ Մենք ենք տերը մեր երկրի ու մինչև վերջ միասնական հաղթել